Ես լսեցի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պարոն Սաղյանի հաշվետվությունը, տարեկան հաշվետվությունը եւ պիտի ասեմ, որ բավական տպավորիչ առաջընթաց էր արձանագրվել, որին իհարկե տեղակին նաեւ հաշվետվությունն է կարդացել, տպավորիչ առաջընթաց կա, թեև չի նշանակում, որ Հայաստանում գիտության ոլորտում մենք բարեփոխումների առաջ գնալու, նոր ծրագրեր որդեգրելու, նոր ռազմավարություն որդեգրելու անհրաժեշտություն չունենք, մանավանդ որ մեր գիտությունը պետք է լրջորեն կապվի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ, Հայաստանի կենսունակության խնդիրների հետ, բայց ասեմ, որ իսկապես որոշակի տպավորիչ փաստերի նաև արձանագրեցինք, դրանք վերաբերում էին գիտության երիտասարդացմանը եւ նաեւ միջազգային պարբերականներում հայ գիտնականների հոդվածաշարերի, այսպես ասած, թվի տպագրության աճին, դրանք տպավորիչ էին, բայց պետությունը անշուշտ իր գիտության ուղղությամբ քաղաքականությունը բարեփոխելու մեծ խնդրի առջև է կանգնած եւ նաեւ ամենակարևոր խնդիրը օրենսգի բացակայությունն է, որովհետեւ մոտ 4 տարի այն օրենքը, որը պետք է կարգավորի ոլորտի գործունեությունը, սա բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքն է, որը գրեթե 21 թվականից, այսպես ասած, սառեցվել է եւ մենք Գիտությունների ազգային ակադեմիայի կառավարման, նրա գործունեության կարգավորման ավելի շատ օրենսդրական կարգավորումների մեծ բաց կա եւ ինչը նպաստավոր չէ նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի համատեքստում, որովհետեւ գիտենք, որ տարիներ շարունակ ավանդաբար Գիտությունների ազգային ակադեմիան դեռ խորհրդային շրջանում այն հիմնադրվել է որպես գլխավոր եւ հիմնական խորհրդատուն Հայաստանի Հանրապետության կառավարության, այսօր դա հնչկա այդ կարգավիճակի շուրջ եւ ես այսպես եթե ասեմ այն վերաբերմունքը, որ այսօր պետությունը ունի գիտության արժևորման, գիտության կազմակերպման եւ մեր ընդհանրապես աշխարհաքաղաքական միջավայրում, այս միջավայրում գիտության եւ ակադեմիայի դերակատարությանը այդտեղ շատ մեծ բաց կա, որը վերաբերում է թե ֆինանսավորմանը եւ նաեւ գիտության մոնետարիզացիային։ Մի խոսքով հույս ունեմ, որ այստեղ շատ լուրջ հարցադրումներ բարձրացվեցին ակադեմիայի նախագահի կողմից, ժողովը կշարունակվի եւ նոր հարցադրումներ կլինեն։ Դրանք վերաբերում են նաեւ ակադեմիական քաղաքի, այսպես ասած, հեռանկարի եւ գիտական համակարգի հնարավոր լուծումներին։ Վստահ եմ, որ հարցերը կբարձրացվեն եւ Գիտությունների ազգային ակադեմիան ինքը այն ահռելի ներուժ ունի, որը կկարողանա թե իր իրավունքները պաշտպանել եւ նաեւ գիտության դերը Հայաստանի Հանրապետության կյանքում ճիշտ տեղավորելու եւ ճիշտ հայացքը ձևավորելու ուղղությամբ։ Գալստյան, մի հարց է նախագահի ելույթի հետ կապված, ինչ կասեք նրա ելույթի մասին, այսինքն ասում էր, որ կառավարությունը պատրաստ է ամեն ձևով աջակցել Գիտությունների ազգային ակադեմիային։ Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում այսպես դրական նշաններ կային լավատեսության եւ գիտեք խոստումները լավատեսությունը այլ բան է, իրականությունը այլ բան։ Այնուամենայնիվ Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագրի շուրջ մտահոգություններ փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախագահը, ես հուսամ, որ այդ հետևողականությամբ նաև Հայաստանի Հանրապետության նախագահը այդ քաղաքական կամքով նաև կկարողանա որոշակիորեն իր դրական ներդրումը բերել, որպեսզի ապագա օրենքում բարձրագույն կրթության եւ գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում Գիտությունների ազգային ակադեմիայի այսպես կենսունակության, լիարժեք գործունեության եւ մեր կյանքում նրա դերակատարությունը օրենքով պաշտպանված լինի եւ մենք ավելի արդյունքներ ակնկալենք, որովհետեւ այն ահռելի պոտենցիալը, որ ունի Հայաստանում գիտությունը, այն չարժևորել, չհունավորել եւ չներդնել Հայաստանի Հանրապետության այնել այսքան խոցելի վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության կյանքում մենք պարզապես իրավունք չունենք։